Զուգորդումներ։ Նախորդ դասին քվանտային ծրագրավորման տեսակետից մենք խոսեցինք տվյալների մասին, հիշողության մասին, առանձնացրեցինք, որ տվյալներ կամ հիշողության զբաղեցնելու այդ տեխնոլոգիան եւ մաքրումը ինչպես է կատարվում եւ նշեցինք քյուբիթը հենց իր տվյալներն են քվանտային վիճակում։ Տվյալներ ունին նաեւ Q-sharp լեզուն, սովորական կլասիկ ձևով, array-ներով եւ այլն, որը քվանտային տեսակետից ինքը կլասիկ է համարվում, չի խառնվում այդտեղ։ Ուրեմն հիշողության առանձնահատկություններից եթե մենք խոսենք կամ դրա պատճառով մեզ մոտ հիշողությունը օպտիմալ օգտագործելու, հիշողության ղեկավարում կատարելու, ռեսուրսների հետ կապված նախորդ դասն է, մեզ մոտ նոր գաղափար առաջացել մաթեմատիկայից վերցրած տեխնոլոգիա, շուրջ տալ, մատրիցան շրջել, կոպի անել, շատ հարցեր կան մաթեմատիկորեն, զուգորդումներ, conjugation, տեսեք, անունը հայերենով հնարավորին չափ հասանելի դարձնելու համար հակադարձելի փոխակերպումներ, այսինքն ինքը փոխակերպում է եւ հինը բերում են մեզ մոտ, ընդհանրապես գեյցերը հակադարձելի են թե չէ, գեյցեր կա, որ հակադարձելի են, Ադամար երկու անգամ կիրառում ես, ինքը հակադարձելի է կոչվում, հին արդյունքն է տալիս, կլասիկներում շատ դեպքերում հակադարձելի չեն, օրինակ ինյե, իլինյե եւ այլն, փոխանջատիչները հակադարձելի չեն, ինչևիցե, մաթեմատիկային բարև ենք տալիս, ֆիզիկային նույնպես, այնտեղ կա մի հատ մեծ գաղափարախոսություն, որը մենք չենք մտնում, նորից եմ ասում, մենք քվանտային ինֆորմատիկայի մասնակից ենք նրա ծրագրավորման մասով, մենք մաթեմատիկայից տեսնում ենք այն ինչը, որ ինֆորմատիկային է պետք, եւ առավել եւս ֆիզիկայից, հերմիցյան կոչվող մի հատ տիրույթ կա, կամ բազմությունների տեսություն կա, կամ ուղղություն կա, ինքը հերմիցյան ինքնակապվածության գաղափարախոսություն է մաթեմատիկայում, ուրեմն հերմիցյան օպերատորը ենթադրենք A օպերատոր է, մեզ մոտ կարա այդպիսի օպերատոր դառնա, ֆունկցիաները խմբավորել ինքը դառնա այդպիսին, կոնկրետ օպերատոր չկա մեզ մոտ, բայց գործողությունների խումբը պրակտիկան ցույց կտա, որ մեզ դարձավ օպերատոր, ինքը խմբակային կոմբինացիա գեյթերի կտա օպերատոր գաղափարախոսությունը, չկա այդպիսի A օպերատոր, A-ից չվախենաք, ասում է մաթեմատիկայից է վերցած, այս մասը կարելի է նույնիսկ չնայել, չլսել, ուղղակի ես խոսեմ, ունենք, ասենք Ադամար, այսինքն որևէ գեյց, ինչ որ օպերատոր նրա կոչվում է հերմիցյան զուգորդված է, այսինքն փոխակերպում ենք, փոխում ենք, ինքը իր վրա օգտագործում է իր զուգորդվածությունը, այս աշխատում ենք, սա կատարում ենք, ինքը իր նկատմամբ զուգորդված է դառնում, հերմիցյան զուգորդվածությունը չենք խորանալու, ընդամենը տեղյակ ենք, որ մաթեմատիկայում այդպիսի գործիք կա, որը ֆորմուլաներով հասել է քվանտային մեխանիկայից հասել է ինֆորմատիկա, ուրեմն եթե ունենք U գործողություն, Ադամար կլինի, X գործողություն, Pauli Z գործողություն, քվանտային գործողություն, քվանտային գեյց, ապա այս գործողությունը նույն է ինչ որ ամ, բայց կիրառված է յուղ պտտված տեսանկյունից, մենք քանի որ ֆազային պտտումներ ունենք, այսինքն որևէ առանցքի շուրջ որևէ պիով պտտելու տեխնոլոգիաները, ֆազային պտտումներ անցել ենք, դրա մասին գեյցերը խոսացել ենք, դրա մասին ենք, եթե ունիտար է, ինչպես գիտեք ունիտար կան է, այսպես ասած մի բիթանոց աշխատանքները առանց entanglement-ի, եթե ունիտար է դա, ապա այս գործողությունը ներկայացնում է օպերատորի ունիտար զուգորդում, անունը, իմաստը, նմանակի, ունիտար նմանակի փոխակերպում, այսինքն մենք փոխակերպում ենք ֆազան փոխված, բայց նույնից, նորից, նույնից ենք ստանում, բայց ինչը փոխված, եթե ես սովորական կլասիկ բիթ լինի, մեկը կթողեմ մեկ, ինչն եմ փոխել, բայց Z օպերացիան եւ այլն ցույց են տալի, որ ես մեկը թողում եմ մեկ, բայց քվանտային վիճակում, բայց այնտեղ բան կա, վեկտորի կոորդինատը ուրիշ տեղ է, ասենք կոմպլեքս թվերի աշխարհում է, ֆազան է փոխել, որի ամպլիտուդը չի երևում որտեղ է, բայց դա օգուտ է տալիս,
ասենք ալիքային ֆունկցիային կոլապս ենք անելու, ստանանք հավանականային լուծում։ Զուգորդումը քվանտային հաշվարկի իսկապես հզոր գործիք է, մի հիմքից մյուս հիմքը անցնելու փոխակերպելու համակարգը, ասենք հիմքերը 0-1-ն են, հիմք ենք ընդունում բազիս, ասենք Bell-ի բազիսներով կարող ենք գնալ, հիմք ենք ընդունում որևէ entanglement, եռյակ, քառյակ, երկյակ, այդ հիմքի փոխակերպման տեխնոլոգիան վերացական եմ խոսում, մաթեմատիկա է, կարելի է այս մասը չխոսել էլ, բայց գիտեք ինչ, հոգեբանության դասել է, մենք տեղյակ ենք, որ մենք տեղյակ ենք, որքանով ենք հասկացել, պետք չի մտնել ոչ ֆիզիկա, ոչ մաթեմատիկա, անվերջ գիտելիք ստանալու համար։ Օրինակ, Պաուլի զետը, այդ զուգորդումով, մաթեմատիկներ շնորհակալություն ձեզ, ստանում ենք Պաուլի x, հոյակապա, եթե դուք ուզում եք իմանաք ինչա Պաուլի z, x առանց Պաուլի բառը էլ կա, մտեք գեցերը, արագ մատրիցան նայեք մատրիցայում 0-1-ը դառնում, 1-ը 0, թե կեղծ թիվ, ավելի շուտ կոմպլեքս թիվ, եւ նույն ձևի կատարվում է։ C-շարփում, էլի C-շարփ, Q-շարփում զուգորդությունը իրականացվում է հատուկ հրամանի միջոցով։ Այո, այս երկու հրամանների արանքում դնում եք ինչ որ կոմպլեքս աշխատանք, այսինքն մեր այս օպերատորը, այս անչի, մեր այս օպերատորը այս կոմպլեքս գործողությունների խումբն է։ Պաուլի օպերատորների զուգորդման կանոն եկեք հնարենք, մեզ մոտ որքան գիտեմ օրինակում կա։ Պաուլը ասում է, եթե իր զուգորդությունը y-ի նկատմամբ ենք անում, y-ը նշանն է փոխում, այսինքն 0-ն 0 է մնում, 1-ը 1, ֆազան փոխված, եթե վերցնենք այլ ադամարը եւ օպերացիա անենք Պաուլի z, կփոխի դառնա x, x-ը շրջումն է, z-ից շրջում է, այսինքն z-ով շրջում ենք ստանում։ Շնորհակալություն, 0-ն 1 ենք ստանում, 1-ը 0, այդպիսի բան չուներ Պաուլի z-ը։ Բայց apply with այս conjugation-ը օգտագործելուց հետո մենք նոր մեխանիզմներ ենք, մենք այսպիսի փոքր աղյուսներով, էլեմենտներով ստանում ենք, ինչպես այդ oracle-ը, որը քվանտային պրոցեսորին կանվանենք oracle, ռուսները oracle են ասում, oracle-ը մեզ հրաշք բան կտանք ռեգիստր 100 բիտ, որի լուծման համար 200 աշճան ժամանակ է պետք, դա միլիարդավոր տարիներ է, ինքը մի քանի րոպեից վայրկյանից նայած ոնց կլինի, մեզ կտա արդյունք։ Ուժեղացրած լուծումները, որ մեզ պետք է հավանականային ուժեղացրած, սխալ լուծումները թուլացրած, վերջին հաշվով, վերջին պատասխանը, եթե դա հատուկ կորեկցիաներով, սխալների ուղղումով, մենք ճիշտ արդյունքը կստանանք վայրկյանական կարճած արագ։ Օրինակ, եթե x-ը օգտագործենք զուգորդումով, ապա ստանում ենք z եւ այլն։ Ահա մենք այս ծրագիրի հիմա մանրամասը կնայենք եւ այս մասը կհամարենք, որ մենք զուգորդումներ մաթեմատիկայից կարողացել ենք հասկանալ։ Գնանք մեր աշխատանքին, Ctrl F-ink, այսի արդյունք է տալիս, ինքը մեզ կտա հետևյալը, օրինակ, h-ը զուգորդից ոնց ենք տալիս, արդյունքը ստացվում է 1։ Մենք քանի որ ուրեմն x-ը շրջում է, մենք քանի որ քյուբիտները 0-ից ենք սկսում, բոլորը նախնական բազիս վիճակը 0 է, տենց է պայմանավորվածությունը, ապա ստացվեց 0։ Հիմա եթե մյուս օրինակ, ես օրինակները արագ կնայենք, x ենք տալի, մի քիչ առաջ տեսանք, ապա ստացվում է 0, այսինքն 0-ն 0 է մնում, քանի որ նախնականը 0 էր։ Եվ ավելին, երրորդ տարբերակում մենք y ենք տալի, մինուս y ենք ստանում, տեսեք, բայց y-ը կեղծ թվերի աշխարհում է գործում, էլի փոխում է 1, այսինքն մենք ստեղ կատարում ենք կարճ փոխակերպում, 0-ն մեզ մոտ մենք կստանա, որը որ y-ը սովորական մինուս y-ը մեզ քիչ է, y կիրառելը պահում է նույնը, այսինքն ավելի շուտ փոխում է, բայց մինուս շրջանում, վեկտորի ուղղությունը փոխում է, այսինքն ոչ միայն փոխել, այլ մինուս դնել տեխնոլոգիան է։ Իջացնենք, ելնենք իրան չենք հետևի, արագ ծրագիրը կխոսենք եւ կհամարենք դրանով վերջացրած։ Տեսեք։ Չեմ բացատրում վերևների ինչ կա, քյուբիտը ստեղծվեց, սա քվանտային արդեն հիշողություն զբաղացնող տեղը տվյալ է, քվանտային։
Մենք կունենանք նաև ոչ քվանտային, օրինակ ասենք լետեր 1-ը արդյունքա, որը ոչ քվանտային է, կլասիկա, մաքուր կլասիկա, նախորդ դասերին արդեն մենք դա անցել ենք։ Ուրեմն առաջինը ինչ է ասում։ Ասում է, եթե այս հրամանի մեջ Adamar անես, apply անես, եւ հետո z անես, կդառնա փոխակերպման ուղղություն զուգորդություն կստացվի եւ այս ֆորմուլան կաշխատի։ Այսինքն ստացվում է եթե z ենք ուղարկում, ապա ինքը շրջի, այսինքն 0-ն 1 կստեղծի։ Մի քիչ առաջ տեսանք, ինքը 0-ն 1 սարքեց։ Երկրորդը բարձա իրան reset ենք անում, այսինքն ռեսուրս ենք ազատում տվյալի, նախորդ դասերն ենք, հիմա x ենք անում։ X-ը նմանա z-ին, z-ը հիշենք, z-ը մեկ նույնն է թողում, ֆազան փոխում է, 0-ն 0 պետք է մնա։ Այսինքն այս արդյունքում պետք է մնա 0, երկրորդը պետք է 0 մնա, բայց ինքը հերմիտյան շրջումով կամ զուգորդությունով, ոնց կուզենաք։ Ելացելու բան չկա, այսինքն մեզ մոտ ընդհանրապես ուսումնասիրում ենք այս օրինակում Widen որևէ գեց play եւ ստացվում է այս արդյունքում, երբ որ ես x-ը տալիս եմ play-ի մեջ, ինքը կազմում է conjugation, այսինքն ինքը գալիս է զուգորդություն։ Երրորդը նայենք, ուրեմն հաշեմ իրա ներողություն, Ադամարը վերցնում եմ, որևէ գեց իրա զուգորդությունը կիրառում եմ, y-ը մնում է y, այսինքն 0-ն 0 պետք է մնա, 1-ը 1 պետք է մնա, մինուս y-ը, այսինքն ինչ է կատարում, y օպերատիվում պահպանում է իր տեսակը, բայց նշանը փոխած, սա բանից պարզում է այնքան կարևոր բան է բլոկի սֆերայում կարելի է տեսնել։ Այսինքն գլոբալ ֆազայա, որը որ կտեսնեք ալիքային ֆունկցիա կոլապս, վերջը մի երկար իր մասին խոսալով, մտածելով, ծրագրավորելով, միայն հետք մնում գիտելիքը, չի ստացվում բացատրելով։ Ինչևից է, նույն ձևի Adamar, play, y եւ խնդրեմ, չափան արդյունքները։ Մենք արդեն արդյունքները ունենք, ստացվում է, որ ստացվեց 1, 0, 1, այսինքն y-ը ոչ միայն շրջեց, այլ նաև մինուս թողեց, ոչ թե նույնը, z-ն էր նույնը թողում։ Եթե տաբլիցա բարձրանակ վերև y-ը նայեք կտեսնեք, որ այդպես էլ կա։ Մինուս լինելն է այստեղ շատ կարևոր հանգամանք։ Ստացվեց, որ այս վարքյանին մենք կարողացանք զուգորդումները, փոխակերպումները, հակադարձելությունը պահպանելով մաթեմատիկական հերմիտյան զուգորդումները կիրառում ենք եւ ստանում ենք հնարավորություն քվանտային ծրագրավորման էլեմենտների կիրառության հնարավորությունը մեծացնելու համար։